եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր եկեղեցու առաքելությունը եւ ենթարկեցնել իրենց շահերին։ Այդ ճանապարհը ցավալիորեն կործանարար բաժանումներ է բերել ներազգային կյանքում, բայց հավատավոր մեր ժողովուրդը ունկնդիր տիրոջ խոսքին, թե ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, միշտ նախանձախնդիր է եղել պահպանելու իր միասնականությունը եւ իսեր հայրենյաց իր համախմբվածությունը։ Այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում։ Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությանը պառակտելու ցավալի գործողությունները։ Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը, մեր երկրի ներքին կայունությանը եւ ուղիղ հարված հայոց պետականությանը։ Օրեր առաջ ականատես դարձանք մի նոր դատապարտելի երևույթի։ Ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի հանդես եկող եկեղեցանվեր հայորդու ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում։ Արդարև, ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի։ Սուրբ Էջմիածինը հավատարիմ հոգեփրկչական եւ ազգի ու պետականության զորացման իր պատմական առաքելությանը հետևողականորեն շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավունքները, անխաթար պահել մեր ժողովրդի միաբանությունը, համախմբել համայն հայությանը արիությամբ դիմագրավելու ազգային ու հայրենական կյանքի առջև ծառացած դժվարություններն ու մարտահրավերները։ Աղոթենք Արցախի մեր քույրերի ու եղբայրների համար, զորակից լինելով նրանց նեղությունների ու դժվարությունների հաղթահարման գործում։ Աղոթենք Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զավակների ազատ արձակման, ինչպես նաև մեր երկրում հանիրավի կալանավորված մեծանուն բարերար Տյար Սամվել Կարապետյանի ազատության համար։ Խնդրենք ամենակալից, որ իր սուրբ աջի պահպանությունն ու հովանին եւ Քրիստոսադրոջ Սուրբ Էջմիածնի առատ օրհնությունները միշտ տարածյալ լինեն մեր ազգի եւ հայոց աշխարհի վրա։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը եւ խաղաղությունը թող լինեն մեզ եւ ամենքի հետ այսօր եւ միշտ եւ հավիտյանս ամեն։